Օֆելիա, մեկ չեմ հավատում, գիտես, որ ես դու ես, իմ սիրուն կին ես, մազերը լուսաշող, աչքերը ճաճանչափայլ, ձեռքի շնորհքը գնա գալիս եմ, չունի աշխարհը քեզ նման, չկա չէ դու մի հատ ես աննման, սիրել է քեզ ուզում Օնիկը անվերջ, չունի մեր պատմությունը սկիզբ ու վերջ, հողերս գլխիդ Օնիկ, հողերս։ Թե ասա դրա ինչն էի ես հավանե, որ տեսա ու մի անգամից սիրտս թուլացավ, ճնշումս բարձրացավ, սիրահարվեցի, թե ասա, որ աստված ճաշակ էր բաժանում, ես ինչի հերթի տակ էի կանգնած։ Տիկին Օֆիկ, բարի մառախլապատ լույս։ Վայ, այ տղա, այդ բարձրախոս բառերիդ հավեսը չունեմ, հա? Ուղղակի բարևով արի սահմանափակվենք։ Լավ, կուզեք էլ ոչ մի բառ չեմ ասի։ Վայ աման, ինչ աղջիկ ունեմ է, առավոտ հելելա, մամայի համար սուրճա պատրաստել։ Դավիթի համար են, Դավիթ ջան, արքանի, վերջում էլ բախտդ կնայեմ։ Տեսնենք բախտդ երբ է բացվում այդ տղա խմի։ Դուրստեղ բաժակը։ Դուր հելը տեսնեմ, ինչ եմ ես սպասվում։ Հլա, ինչեր եմ տեսնում։ Եվ ինչ եք տեսնում։ Աղջկա դեմք եմ տեսնում, Դավ ջան։ Հələ մի հատ քաշի տեսնեմ, ինչա ցույց տալիս։ Ես արդեն վախենում եմ ձեզանից, Տիկին Օֆիկ։ Դա շատ լավ նշան է։ Դա դառ եմ տեսնում, Դավ ջան։ Չնես այդ ինչ է նշանակում։ Գաղափար անգամ չունեմ։ Իսկ ես ունեմ։ Լավ էլի, Տիկին Օֆիկ, եկեք տասիոգրաֆիայով մի զբաղվեք էլի։ Այ տղա, չես ամաչում դու։ Մեծ տարիքի կին եմ։ Չես ամաչում, ես ինչ բառերից դեմս օգտագործում։ Իա։ Տարիքս հարգի։ Սուրճի բաժակ նայելու երևույթը Տիկին Օֆիկ կոչվում է տասիոգրաֆիա։ Դա պատկերների մեկնաբանության մի տեսակ է, որն օգտագործվում է ըմպելիքների, առավել հաճախ թեյի տերևների, սուրճի մրուրների։ Այ, ուղղակի բաժակ էինք նայում։ Ենթադրվում է, որ այն ծագել է Մերձավոր Արևելքում եւ Ասիայում ու հետո տարածվել Եվրոպայում։ Այ, մի ուշադրություն դարձրա Դավ ջան, ուղղակի զվարճանում ենք էլի։ Իհարկե, Տիկին Օֆիկ, ես օրինակ նման բաների չեմ հավատում եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Հա, իհարկե Դավ ջան։ Վայ, Տիկին Օֆիկ, վայ։ Ձյունը սահում։